Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր շատ հեռու չենք գնացել, Վանաձոր 4 տաղամաս հյուրընկալվել ենք Սոնա Պողոսյանի մոտ, բիզնեսի անունը ու ընդհանրապես բիզնեսի մասով նախնական հեսա ինքը կներկայանա ու կներկայացնի ու կսկսենք մեր 6 հարց 6 անկյան հետ հաղորդաշարը։ Բարև ձեզ Սոնա ջան։ Ներկայացնեմ մեր կենտրոնը, այն գաղափարը, ինչպես ծագեց ինձ մոտ, երկու տարբերակը ներկայացնեմ, ապրելով թաղամասում, տեսնելով ակնհայտ կարիքը, որ շատ քիչ են նման հաստատություններ եւ ծնողը դժվարություններ է ունենում գտնել համապատասխան միջավայր, անվտանգ միջավայր փոքրիկի համար, որոշեցի գնալ այս քայլին։ Եվ երկրորդը, մորս պատմելով, դեռ 3 տարեկանում եմ ընտրել իմ մասնագիտությունը, որպես մանկավարժ, եւ իմ խաղը եղել է այսպիսին 3 տարեկանում։ Ինքեր Սոնան շատ աշակերտներ ունի։ Եվ այդ մանկության խաղը ինձ համար դարձավ առօրյա, ինձ համար դարձավ ապրելակերպ, եւ ես հասկանում եի, որ դժվար է լինելու։ Ամեն ընթացք ունի դժվարությունները։ Բայց գնացի այդ քայլին եւ ստեղծեցինք New Way զարգացման կենտրոնը։ Հաջորդ հարցը կուզեմ sense հետաքրքիր տալ, հիմա զարգացման որ փուլում ազդեց ձեր կառույցը։ New Way զարգացման կենտրոնը իր գործունեությունը ծավալում է համապատասխան չափորոշչի ծրագրային 6 բաղադրիչներով, տարատարիք 3-ից 4 եւ 4-ից 5, 5-ից 6 տարիքային խմբերում, ծրագրային բաղադրիչներն են խոսքի զարգացում, ինձ շրջապատող աշխարհը, մաթեմատիկայի տարրական պատկերացումներ, նկարչություն, ծեփակերտում, նպատակն է երեխաների համակողմանի եւ լիարժեք զարգացումը, սահմանված չափորոշչին համապատասխան, որպեսզի ամեն երեխա լինի անվտանգ միջավայրում, մեծանա այնպիսի միջավայրում, որ լինի սիրված, լինի կարևոր եւ վայելի այդ սերը։ Ովքեր են հիմնականում նպաստել ձեր կայացման process-ում։ Կառույցներ կան, որ կարող եք շեշտել նշել։ Իհարկե, նշեմ, որ New Way զարգացման կենտրոնը համարվում է լիցենզավորված զարգացման կենտրոն եւ օգնություն այդ ընթացք ծրագիրը ներկայացված, լրամշակվելով, համապատասխան ընթացքը անցնելով, կզնակ հիմնադրամով եւ իհարկե վերջնական տիրույթը նախարարությամբ ուղղորդումները եւ լրամշակումները ցուցաբերելով իրենց օգնությունը։ Հանդիպած ամենամեծ խնդիրը, որ այս կենտրոնը իր sense կյանքի ընթացքում հանդիպել է։ Պատմեք մեր հետ։ Արդեն լուծված է այդ խնդիրը։ Մենք կանգնեցինք այն փաստի առաջ, որ կենտրոնը բացվեց, 1 տարի ծավալեց իր գործունեությունը եւ զգալի երեխաներով, զգալի քանակ կար երեխաների ամեն տարիքային խմբում եւ սիրվեց կենտրոնը միջավայրում մեր, բայց եկանք, կանգնեցինք 1 դժվարության առաջ, որ լիցենզավորված չէինք եւ չէր կարելի ծավալել նախադպրոցական ծառայության ծրագիր առանց համապատասխան լիցենզավորման։ Եվ 1 տարի չգործեց New Way-ը, դադարեցրեցինք մենք մեր բոլոր ծառայությունները, բայց 5 ամիս առաջ մենք հաղթահարեցինք եւ արդեն լիցենզավորվեցինք։ Իհարկե, դա շատ լավ էր։ Անցնելով այդ ընթացքը ես հասկացա, որ դա շատ կարեւոր էր։ Քեզ համար նոր բացահայտումներ, կիրթ մոտեցմամբ, ամեն բան երեխաների համար կազմակերպելով։ Ինչ խորհուրդ կտաք օրինակ նոր սկսողներին, կրթական կենտրոն բացողներին կամ խորհուրդ կտամ, եթե սիրում են իրենց աշխատանքը, եթե այդ մանկավարժական ջիղը իրենց մեջ կա, ոչ մի դժվարության առաջ չկանգնեն եւ հանուն այդ փոքրիկների փայլուն աչքերի այդ ուրախության մինչեւ վերջ գնան։ Իհարկե սկսեն լիցենզավորմամբ։ Այո, շատ լավ։ Ու sense ինտրիգային մի հատ հարց կուզեմ տալ, որը որ տալիս եմ հիմնականում կին ձեռներեցներին, որտեվ այդ պատասխանը միշտ ուզում է ու հետաքրքիր է։ Իդեպ կին ձեռներեց, թե տղամարդ ձեռներեց։ Բիզնեսմեն, թե բիզնեսվումեն։ Որի կողմնակիցն եք ու որին ավելի հեշտ Հայաստանում գործունեություն ծավալել։ Երևի իրար լրացնող երկուսն է։ Կարող են իրար լրացնել, որպես կին ձեռներեց եւ տղամարդ ձեռներեց, ամեն մեկը իր ոլորտում կարող է լինել հաջողակ։ Հիմա դուք ձեզ հաջողակ համարում եք այս ոլորտում։
Իհարկե, վայելում եմ երեխաներիս սերը, վայելում եմ ծնողներիս գնահատանքը եւ շնորհակալ եմ, որ իրենց ամենաթանկը վստահել են մեզ։